Մինչև որ այսօր խոսքին կանդրադառնամ, մեկ բանի շուրջ ուզում եմ խոսել, հետո կանդրադառնամ այսօրվա պատգամին, անել հոժարությամբ, այսպիսի մի բան եմ ուզում ասել, անել հոժարությամբ այն ինչ որ պետք է անես, այն ինչ որ պետք է անես սրտանց, սիրով, կամքով, հոժարությամբ։ Այսպիսի մի քանի ուղղություններ, 3 ուղղություններ ուզում ասել, նայեք սիրելիներ։ Աստված ունի իր կամքը, իր ծրագիրը, եւ Աստված հայտնում է մարդուն իր կամքը, ծրագիրը, ասում է, որ ես ուզում եմ դու այսպես անես եւ այսպես ապրես։ Ոմանք չեն անում դա, ոմանք հետաձգում են դա, ոմանք չեն համաձայնվում Աստծո հետ, ոմանք գիտեն, որ դա Աստծո կամքն է, բայց իրենք էլ ունեն կամք։ Իրանք իրանց կամքն են ավելի շատ ուզում անել, քան թե Աստծուն։ Մեկ առիթով Սամուել մարգարեն դատավորը եւ մարգարեն թագավորին, Սավուղ թագավորին ասեց հնազանդությունը բոլոր զոհերից ավելի լավ է։ Աստծուն պետք է առաջին հերթին զոհերն են պետք։ Բոլոր մեր կամքը կատարելը, մեր գործողությունները պետք են, բայց Աստծուն առաջին հերթին պետք է մեր հնազանդությունը, կասեք ամեն այս խոսքին։ Հնազանդություն Աստծո խոսքին Աստվածաշնչին, հնազանդություն Աստծո հայտնությանը, որ Աստված հայտնել է քեզ այսինչ բանի հետ կապված, այսինչ գործի հետ կապված, ընտանիքիդ հետ կապված, եկեղեցուդ կապված, ծառայության հետ կապված, Աստված հայտնել է քեզ։ Եվ դու չես ուզում հնազանդվես, չես ուզում անես, ինչպես Հովնանը։ Հովնանը փախավ Աստծո երեսից, բայց ի վերջո նա վերադարձավ։ Սա եմ ուզում ասել։ Արա հոժարությամբ։ Հակառակ դեպքում Աստված շատ կերպեր եւ ձևեր կօգտագործի, որ դու հարկադրված դա անես, կամ ի վերջո Աստված քեզ կթողնի այն իրավիճակում, որ դու կմերժես Աստծուն եւ դու կլինես մերժող մեկը Աստծուն եւ բնականաբար, եթե դու մերժեցիր Աստծուն, հավանականությունը մեծ է, որ ինչ որ մեկ ժամանակ էլ Աստված էլ քեզ կմերժի։ Արա սիրով, քանի դեռ հնարավորություն ունես։ Մի թույլ տուր, որ Աստված քո կյանքում բերի նեղություններ, հալածանքներ, անարգանքներ, որ դրանցից հետո նոր դու անես։ Արա այսօր հոժարությամբ։ Հնազանդվիր Աստծուն այսօր հոժարությամբ։ Երկրորդը։ Նայեք, Սուրբ Գիրքը այսպես է ասում։ Եկեղեցու ծառայողները, սպասավորները այսպես թե այնպես ծառայելու են Աստծուն։ Ամեն ծառայողներ։ Ամեն։ Այսպես թե այնպես ծառայելու են։ Ինչու, որտեվ ոչ թե մարդն է տվել ծառայությունը եկեղեցու սպասավորին, այլ Աստված է տվել իրան։ Ոչ թե մարդն է օծել տվել իշխանություն, Աստված է տվել։ Եթե ինքը չանի դա, Աստված իրենից պահանջելու է։ Եվ ինքը ոչինչ չի կարողանալու ասել, որտեվ Աստված չի ասել մի արա, ասել է արա, եւ ինքը չի անում։ Հիմա ոչինչ չի կարող պատասխանել։ Այսպես թե այնպես եկեղեցու սպասավորը, հովիվները, առաջնորդները, խմի պատասխանատուները ծառայելու են։ Որքան լավ է, որ հոժարությամբ եւ սիրով չէ ծառայեն եկեղեցու սպասավորները։ Հորդորում եմ սիրելիներ, որ հոժարությամբ եւ սիրով ծառայենք։ Միևնույն է ծառայում ենք, միևնույն է անում ենք։ Եվ Աստված գիտի, Սամվել ջան, բոլորիս սիրտը։ Մենք տեսնում ենք արտաքինը, Աստված տեսնում է սիրտը։ Եվ սրտով հոժարությամբ եւ սիրով անենք։ Մեկ օգնելու միջոց եմ ուզում ձեզ հայտնել։ Սուրբ Գիրքը ասում է. հնազանդվեք, պատվեք ձեր առաջնորդներին, որպեսզի նրանք սիրով ծառայեն, այլ ոչ թե հառաչելով, հարկադրված, նեղվելով, նեղ սրտելով, ստիպված պետք է անեն։ Եղել է ժամանակ, որ ես եկել եմ Աստծո տուն խոսքը խոսելու ծառայելու, հարկադրված, ընդհանրապես չեմ ուզել գալ։ Գիտեք ինչու, որտեվ ինչ որ հարցեր են եղել եկեղեցում, որ ընդհանրապես չեմ ուզել, այսպես ինձ զորով բերել են, որտեվ հովիվն եմ, որ մեկ հումոր են, չէ՞, ասում դու պետքա գնաս, որտեվ հովիվն ես։ Բայց որքան ավելի գեղեցիկ է եւ որքան լավ է, երբ որ ժողովուրդը կարողանում է սիրել, գնահատել, պատվել, աղոթել եւ ծառայողը կարողանում է ավելի սիրով եւ սրտանց ծառայել։ Միևնույնն է պետք է անենք, բայց որքան լավ է, որ մենք սիրով դա անենք։
Ամեն։ Ուրեմն, յուրաքանչյուրս կարող ենք օգնել, որ սպասավորը ավելի սիրով եւ սրտանց ծառայի Աստծուն եւ իր ժողովրդին։ Մեկ բան էլ ասեմ ու անցնեմ իմ պատգամին։ Միևնույնն է կողակիցը, հատկապես աստվածապաշտ կողակիցը, ամուսինների մասն է արդեն խոսքը, աստվածապաշտ կողակիցը միևնույնն է սիրելու է իր կողակցին, իր կնոջը կամ իր ամուսնուն։ Որտեվ ինքը Աստծուն սիրում է եւ իր կողակցին չսիրելը դա մեղք է, սխալ է։ Տանել այլ կողմ, տանել ամուսնալուծության, տանել, չգիտեմ, չսիրելու, իրար ատելու եւ այլն, Աստված ասում է, որ Աստված չի հավանում, զզվում է, չի ընդունում, ատում է, բաժանություն, ապահարզանը եւ այլ եւ այլ։ Այս վերջերս խոսում ենք, երեք էլ ես ասացի, որ եթե կողակցից չես կարողam սիրես, գոնե սիրի որպես թշնամի։ Թե հիմա Սուգիկը ասում է, որ թշնամուց սիրիր։ Ամեն դեպքում։ Միևնույնն է պետք է սիրի, որտեվ հոգևոր է, աստվածապաշտ, ես խոսում հոգևորների մասին։ Պետք է սիրի, որտեվ հոգևոր մարդ է, կամ Աստծուց պետք է հրաժարվես, կամ Աստծո կանոնները պետք է պահես։ Օգնիր քո կողակցին, որ ինքը քեզ հեշտությամբ սիրի։ Օգնիր քո կողակցին, որ ինքը քեզ հեշտությամբ սիրի։ Միևնույնն է, պետք է սիրի։ Դժվարությամբ, ինք իրան հաղթելով, ինք իրան կոտրելով, ինքը իր վրա անցնելով, իր վրայով անցնելով, ինք իրան նվաստացնելով, ցածրացնելով, նորից էլի զիջելով, նորից չգիտեմ աչք փակելով, մեկը սիրելու է քեզ, որտեվ Աստծուն առաջայինք առաջին հերթին, երկրորդը խոստում է տվել եւ երրորդը գիտի, որ ընտանիք է կազմել, բայց օգնիր քո կողակցին, որ ինքը քեզ հեշտությամբ սիրի։ Փոխվիր ինչ որ հարցերով։ Հետևիր, խնամիր ինքդ քեզ։ Կներեք, որ այսպիսի բաներ եմ ասում, հետևիր քո հիգիենային, հետևիր արտաքինին, հետևիր քո ներսին, քո մարդ տեսակին, դրանք բոլորը եւ ներսը եւ դուրսը օգնեն, որ քո կողակիցը քեզ հոժարությամբ սիրի։ Կներեք, հաճույքով սիրի, սիրով սիրի, օգնիր քո կողակցին, որ դու լինես իր համար շատ կարևոր եւ ինքը սիրով, ուրախությամբ քեզ սիրի եւ գնահատի։ Շատ տարիներ անցյալ առաջ եմ ես ասել երիտասարդ զույգերին, այսօր էլ կարող եմ կրկնվել, շատ անգամներ կներեք քույրեր ջան, բայց երբ որ առիթ է տեսել եմ այդպես դրա համար եմ ասում, առիթ է լինում, երբ որ ամուսնանում են եւ արդեն իրենց նպատակին հասան, ամուսնացան, հատկապես երբ որ 1 կամ 2 երեխա էլ ծնվում է, շատ քույրեր այլևս իրենց չեն հետևում։ Մտածելով, որ արդեն այսպիսով հոգսերը շատ է, երեխաները շատ, արդեն հոգսեր կա, սիրելի քույրեր, հետևեք ձեզ։ Եվ բնավորությանը, եւ արտաքինին հետևեք ձեր ամուսնու համար ամեն օր գեղեցկացեք, ամեն օր փոխվեք, ոչ միայն քույրեր, արդեն ամուսիններն էլ փոխվեք, որպեսզի մեկ-մեկու հաճելի լինեք։ Համաձայնեք։ Շատ լավ։ Ով համաձայն չի, թող շարունակի ինչպես գիտի, իսկ ով համաձայնը, թող ամեն օր փոխվի, ուրախացնի իր կողակցին։ Այդ մենակ ես եմ ուրախացնելու եմ կողակցին, չէ՞, դե հիմա երկուսիդ համար էլ խոսում եմ։ Ու մի ձանձրացիր, մի դադարիր, ամեն օր դու ինքդ քեզ ավելի լավը դարձրու, բոլոր կողմերից, հոգևոր, ներսից, քո ներքին աշխարհը, քո արտաքինը, ամեն օր ավելի լավը դարձրու, ավելի գործիր քո համար, որպեսզի ավելի լավը լինի։ Լսեք, սիրելիներ, միևնույնն է սիրելու են, պարտավոր են, բայց հեշտացրու իրան, օգնի իրան, որ ինքը քեզ ավելի լավ սիրի, ավելի շատ սիրի, ավելի սիրով սիրի։ Մեկը սիրելու է, ինչի հառաչանքով սիրի։ Ինչու, չգիտեմ, ուրիշին ավելի լավը տեսնելով, բայց մեկը սիրի քեզ։ Հավատարիմ լինի քեզ, սիրի քեզ, գնահատի քեզ հենց քո համար, այլ ոչ թե նրա համար, որ դե Տերն է պատվիրում։ Հասկանում եք, չէ՞ ինձ։ Լավ, շատ չխոսամ արդեն, պատգամի ժամից եմ վերցնում։ Շատ լավ։ Տերը օրհնի։ Երբ գալիս է Սուրբ Հոգին, այսպիսի թեմայով եմ ուզում խոսել, սրտումս դրվեց այս կիրակի եւ հաջորդ կիրակի, որ Պենտեկոստեն է, խոսել Սուրբ Հոգու մասին։ Երրորդ կիրակին էլ կուզենայի խոսել Սուրբ Հոգու մասին, բայց հյուր խոսնակ ենք ունենալու երրորդ կիրակին, դրա համար ինչպես Հոգին իրեն կառաջնորդի, ինքը կխոսի, բայց
այս երկու կիրակիները ուզում եմ տեղ տանք Սուրբ Հոգու թեմային եւ խոսելու եմ որքան էլ ես փորձեցի նայել բաներ, որոնք բայց սրտումս դրվեց փոխանցել եւ խոսել շատ ճանաչված պատմություններից, այն պատմություններից, երբ որ գալիս է Սուրբ Հոգին, ինչ է տեղի ունենում։ Գործք առաքելոց առաջին գլուխ 8 խոսքը։ Երբ Սուրբ Հոգին ձեզ վրա գա, դուք զորություն կստանաք։ Երբ որ գա Սուրբ Հոգին ձեր վրա, ինչ որ բան տեղի կունենա։ Տվյալ դեպքում ասում է, որ դուք զորություն կստանաք։ Եվ իմ վկաները կլինեք ամեն ուրեք։ Դուք զորություն կստանաք, երբ որ Սուրբ Հոգին գա ձեզ վրա։ Հովել մարգարեություն 2-րդ գլուխ 28-29։ Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Կարող ես ասել ամեն մարմնի վրա։ Կասես, հա, ամեն մարմին, ամեն մարմնի վրա։ Ամեն մարմնի վրա։ Եվ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարյանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, այն օրերին իմ հոգին ծառաների եւ աղախինների վրա եւս պիտի թափեմ։ Ամեն մարմնի վրա պետք է թափեմ իմ հոգին։ Չի լինի մեկ մարմին, որ չի վերապրի այն, ինչ որ Տերը ուզում է անել։ Ամեն մարմնի վրա ես կթափեմ, ամեն մարմնի վրա ես կայցելեմ, ամեն մեկին կհպվեմ, ամեն մեկի կյանքում կգամ, ամեն մեկ ինչ որ վերապրում կունենա։ Ես այդպես եմ կամենում, որ Սուրբ Հոգին յուրաքանչյուր անձի վրա գա եւ յուրաքանչյուր մարդ հասկանա, ճանաչի, իմանա Սուրբ Հոգու մասին եւ Սուրբ Հոգին, երբ որ գա, ինչ որ բան տեղի կունենա, դուք զորություն կառնեք։ Սուրբ Հոգին ոչ թե նոր պետք է գա երկիր, նա արդեն եկել է։ Նա բնակվում է մեր մեջ, նա թագավորում է, նա առաջնորդում է, նա մեզ եկեղեցուն կարողանում է կրթել, դաստիարակել, կերտել, առաջնորդել, ավելի նմանեցնում է մեզ, փոխում է մեզ, որ մենք նմանվենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Հոգին արդեն այստեղ է, բայց Սուրբ Հոգին դրսևորվում է, հայտնվում է, իր ներկայությամբ այցելում է մեզ։ Սուրբ Հոգին այսօր իմ մեջ է, եկեղեցու մեջ է եւ նա ուզում է իր ներկայությունը դրսևորվի, հայտնի լինի, տարբեր կերպերով տեղի ունենա այցելություն եւ Սուրբ Հոգին իսկապես գործի, գերիշխի եւ վերցնի մարդուն իր ձեռքերի մեջ, վերցնի իր կամքի մեջ, իր ներկայության մեջ եւ գործի այդ մարդու մեջ եւ այդ մարդու միջոցով։ Սրա մասին է խոսքը։ Հակառակ դեպքում բոլորս ունենք Սուրբ Հոգին այսօր այստեղ ներկա է, բոլոր մարմնի վրա է, շատերի կյանքի մեջ է, բայց նա ավելին է ուզում լինել ու անել ու երևալ այս աշխարհին քո մեջ եւ քո միջոցով։ Ես բերցրել եմ այս մեր օրերի ժամանակակից մարդկանցից մեկը Ռերնարդ Բոնկեի կյանքից եւ մի քանի պատմություններ եմ իր կյանքից պատմելու զուգահեռ պատգամին։ Ինձ համար շատ ուսանելի մարդ, շատ օրինակելի անձնավորություն, այսօր արդեն Ռերնարդ Բոնկեն մահացել է եւ երկնքում է, հավատում ենք, եւ իր կյանքից մի քանի պատմություններ եմ ուզում պատմել։ Ռերնարդ Բոնկեն ավետարանիչ էր, միջազգային ավետարանիչ, հիմնականում գործել է Աֆրիկայում։ Իր տասնամյակներ ծառայության ընթացքում աֆրիկյան պետությունների մեջ մոտավորապես 78 միլիոն մարդ լրացրել է իրենց ծառայության մեջ ունեն իրենք այդպես բացիկներ, լրացրել են այդ բացիկը, որ մենք Հիսուս Քրիստոսին ընդունում ենք որպես Տեր ու Փրկիչ մեզ։ 78 միլիոն մարդ։ Որքանը չեն լրացրել, բնականական մարդիկ, որոնք չեն լրացրել, միլիոնավոր մարդիկ այս մեկ մարդու ծառայության շնորհիվ եւ միջոցով ուղղակի հանդիպել են Աստծուն եւ Աստված այս մարդու միջոցով վերցրեց նրան եւ այս մարդու միջոցով փոխեց ոչ միայն մի երկրի պատմություն, այլ ամբողջ աշխարհամասի պատմությունն ու ճակատագիրը։ Աֆրիկյան մայրցամաքը եւ ամբողջ երկրների վրա լուրջ ազդեցություն թողեց այս մարդու միջոցով։ Եվ հետո ձևավորվեց բնականաբար թիմեր եւ այսօր իր հաջորդն է շարունակում, բավական լուրջ ծառայություններ են կատարում Աֆրիկայում եւ տարվա իր կյանքի վերջի տարիները, 10 տարիները նա նաեւ Ամերիկայում էր գործում ամբողջ երկրներով մեկ եւ հատկապես Ամերիկայում եւ Աստված հրաշալի կերպով այս ավետարանիչի միջոցով Աստված գործում էր։ Սիրելիներ, իր օրինակը նաև ինձ ցույց է տալիս, որքան նայեք, ինքը այսպեսի մի վկայություն է տալի, երբ որ ասում եմ 15 տարեկան էի, Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ եկեղեցում ժողովի ժամանակ, հայրս ասում է հովիվ էր, փոքր եկեղեցի ունենք մենք եւ փոքր եկեղեցու հովիվ էր եւ Սուրբ Հոգին ասում է ինձ հետ խոսեց
եւ ասեց. Ռենարդ, երբ որ դու մեծանաս, դու միսիոներ ես լինելու Աֆրիկայի համար։ Եվ ասում եմ գնացի եւ հայրիկից գրկեցի, հնարավոր է մի քիչ սառնա Սամվել ջան, հա, կարող է, եթե շատ սառնա կարող ենք թուլացնենք որոշակի։ Գրկեցի հայրիկից եւ ասի. «Պապա, Սուրբ Հոգին ասում է, որ ինձ միսիոներ է դարձնելու, երբ որ ես մեծանամ Աֆրիկայի համար»։ Եվ ասում է հայրս ասեց. «Ռենարդ, իմ իրավահաջորդը քո ավագ որդին է լինելու»։ Ռենարդը մի քիչ այսպես հումորային լավ մոտեցումներ ասում է. «Փառք Աստծուն, որ ինքը չի դարձել եկեղեցու, Ռենարդը չդարձավ եկեղեցու, այլ իր եղբայրը դարձավ, որտեղ Աստված իրեն կանչել էր միսիոներ լինելու համար եւ ազգերի վրա հետք թողելու համար։ Որքան կարեւոր է, որ ամեն մարդ կանգնի իր տեղում։ Շատ կարեւոր է, որ երբեք մարդը չգայթակղվի նրանով, ինչ որ ինքը ցանկանում է, ուզում է, այլ կանգնի իր տեղում, ինչ որ որտեղ դա է փառավորը, դա է փառահեղը։ Մնա իր տեղում, կանգնի իր տեղում, հնազանդվի Աստծուն, ինչպես որ ես սկզբից ասեցի, հա, Հովնանի պես չփախչի ինքը, կամ չանի այլ բաներ, այլ կարողանա մնալ հավատարիմ Աստծուն, չդավաճանի իր կոչմանը, չդավաճանի այն մարդկանց, որոնք իրեն կողքին են, չդավաճանի ինքը իրեն, սրբությանը, այլ հավատարիմ կարողանա շարունակել գործունեությունը։ Եվ Աստված այս մարդուն կանչել էր ծառայության, եւ Աստված այս մարդու միջոցով ազդեց շատ երկրների եւ ժողովուրդների վրա։ Եվ ինքը պատմում է իր, ասում է, մեկ անգամ ես իմ հայրիկին հարցեցի, պատմում է, որ պատմի մեր նախնիների պատմությունը, պապիկների, ասում է, ես գիտեմ, որ դու ես եւ պապիկն է միայն հավատացյալ, բայց ուրիշ ոչ մեկ հոգևոր չեն։ Եվ ասում է, պատմեց մեր պապիկի եւ մեր ընտանիքի պատմությունը։ Ինչ որ մեկ օր 1921 թվական, եթե չեմ սխալվում, 1922 թվականին Գերմանիայում, որտեղ որ մենք բնակվում ենք, մեր գյուղում պապիկս շատ հիվանդ էր եւ ահավոր հիվանդություն ուներ եւ ասում է մեկ միսիոներ, որ մոլորվել էր անտառում, պատահաբար հայտնվեց մեր գյուղում։ Նա մոլորվել էր եւ հայտնվեց մեր գյուղում եւ առաջին բանը, որ պետք է ինքը ասեր ու աներ, սա էր։ Հիմիկվա միսիոներները կարող է այլ ձևով ասեն, բայց այն ժամանակվա միսիոներները ուրիշ ձևով են գործում։ Երբ որ հայտնվեց այդ գյուղում, ասեց. «Այս գյուղում հիվանդ մարդ կա»։ Եվ ասեցին. «Այո, իհարկե կա»։ Եվ որ ուշադիր լինես ձայնը կլսես, որտեղ անդադ հազում է ու բժիշկները հույս չեն տվել եւ տանում են այս միսիոներներին Ռենարդ Բոնկեի պապիկի մոտ։ Ռենարդը դեռ բնականաբար ծնված չի լինում այդ ժամանակ եւ տանում են եւ այս մարդը սկսում է խոսել Լուիս Գրաֆ, այսպիսի անունով միսիոները։ Տանում են եւ նա սկսում է խոսել Հիսուսի մասին եւ ձեռքը բռնում է պապիկի եւ աղոթում է եւ միանգամից պապիկը ոտքի է կանգնում բժշկվելով առողջանալով ոտքի է կանգնում ուրախանում են Հիսուսին ընդունել են ամեն բան լավ է Լուիս Գրաֆը ասում է ես չեմ ավարտել դեռ պետք է Սուրբ Հոգու մկրտությունն է ստանաք եւ խոսում է Սուրբ Հոգու մկրտության մասին եւ աղոթում են եւ Սուրբ Հոգին այցելում է նրանք սկսում են օտար լեզուներով աղոթել Սուրբ Հոգու լեցունությունը գալիս է եւ դա 22 թվականն էր 1900-ական եւ շարունակում է արդեն 40-ական թվականներին ծնվում է Ռենարդ Բոնկեն եւ տարիներ հետո ստանում է Աստծուց պարգևը գնալու եւ Աֆրիկայում ծառայելու եւ քարոզելու ավետարանը։ Ծննդոց առաջին գլուխ առաջին 3 խոսքերը։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև ու դատարկ էր եւ անդունդի վրա խավար էր եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա եւ Աստված ասաց. «Թող լույս լինի» եւ լույս եղավ։ Երկիրը անձև էր, դատարկ էր ու ոչինչ չկար ու այդ ժամանակ, երբ որ երկիրը անձև է, դատարկ է եւ ոչ մի հրապուրանք չկա, այդ ժամանակ Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրայով։ Այն մարդու կյանքում կամ այն իրավիճակների մեջ, որտեղ որ կա դատարկություն, անձևություն, որտեղ որ չկա որևէ գեղեցկություն եւ որևէ իմաստ, երանի այն մարդը, որ թույլ է տալիս Սուրբ Հոգին գա այդ դատարկության մեջ։ Եվ երբ որ Սուրբ Հոգին շրջում էր ջրերի վրայով, այս գլուխը ավարտվում է հետևյալ խոսքերով. սկսվեց, որ երկիրը անձև ու դատարկ էր, բայց ավարտվում է այս խոսքերով. եւ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ օրը 6-րդ։ Եթե ես եւ դու կամ որևէ մեկ այստեղ ունի դատարկություն եւ չունի որևէ նպատակ, անձև է իր կյանքը, որևէ իմաստ չկա,
թույլ տուր Սուրբ Հոգին գա այսօր։ Թույլ տուր եւ հրավիրիր Սուրբ Հոգուն ասելով Սուրբ Հոգի, ինչպես որ Ռենարդ Բոնկեի ընտանիքը ընդունեց քեզ, ես էլ այսօր ուզում եմ, որ իմ դատարկության մեջ դու գաս, իմ աննպատակության մեջ դու գաս, իմ վշտի մեջ դու գաս, իմ ցավի մեջ դու գաս, իմ անորոշության մեջ դու գաս։ Սուրբ Հոգի արի իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ այս խոսքերը լինի իմը, եւ Աստված նայեց եւ ասեց շատ բարի է։ Ես չեմ ուզում, որ ես նայեմ, Աստված նայի կամ առհասարակ կյանքիս գործերը ցույց տան, որ իմ կյանքը դատարկ է, իմաստ չունի։ Տարին տարու վրա անցնելով, օրը օրի վրա անցնելով, ես ոչ մի լուրջ բան չեմ անում, ոչ մի հետք չեմ թողնում, ոչինչ տեղի չի ունենում եւ ոչ մի իմաստ չունի իմ կյանքը։ Տեր, ես քեզ հրավիրում եմ, արի իմ կյանքի մեջ։ Սուրբ Հոգի, ես ուզում եմ իմ կյանքը իմաստալից լինի։ Ես չեմ ուզում իմ կյանքը աննպատակ լինի, եւ չեմ էլ ուզում իմ կյանքը իմ մտածած իմաստով անցնի։ Ես ուզում եմ քոնը, ինչ որ դու ունես, լեցրու ինձ Սուրբ Հոգի։ Չեմ ուզում ջուր ծեծող լինել։ Կարող եմ քարոզել, կարող եմ խոսել, կարող եմ վկայել, կարող եմ աղոթել, կարող եմ աշխատել, կարող եմ վաստակել, կարող եմ, չգիտեմ, ընտանիք կազմել, կարող եմ երեխաներ ունենալ, լիքը բաներ կարող եմ լինել ու անել, բայց չեմ ուզում, որ իմ կյանքը ջուր ծեծողի նման լինի։ Ես ուզում եմ իմ կյանքը լեցված լինի քեզանով եւ իմ կյանքը լինի շատ բարի Աստծո աչքերի առջև։ Ինչպիսին էլ այն լինի։ Լցրու իմ դատարկությունը։ Շատ դեպքերում կարող ես մեղադրել քո կողքինին, կարող ես մեղադրել քո եկեղեցուն, կարող ես մեղադրել քո երկրին, ում էլ որ չգտնենք, չմեղադրենք, երկրի իշխանավորները կան ու կան, կմեղադրենք երկրի իշխանավորներին։ Բոլորին կմեղադրենք, բայց քո դատարկությունը կարող է լցնել Սուրբ Հոգին։ Մեղադրելով քանի տարի ես դու վատնել ու փչացրել։ Քանի տարի ես դու կործանել քո կյանքից, քո ընտանիքից, մեղադրելով, սպասումներ ունենալով ուրիշներից եւ այլն, բայց դատարկությունը լեցնում է միայն Տերը։ Ուրիշ բաներով մի փորձի լեցնել քո դատարկ մասերը, քո դատարկ հատվածները, քո դատարկ կյանքի սենյակները, քո սրտի սենյակները, թույլ տուր Սուրբ Հոգին գա եւ հրավիրիր նրան։ Սուրբ Հոգի արի իմ կյանքի մեջ։ Փոխիր ինձ եւ լեցրու ինձ։ Սամսոնը Աստծո ծառան էր եւ Աստծո օծյալն էր նա իսկապես մեծ ուժ ու կարողություն ուներ։ Աստված խոսել էր ծնողների հետ ասելով, որ կծնվի մի երեխա եւ նա կմեծանա եւ կլինի շատ ուժեղ եւ նա կազատի փղշտացների ձեռքից, Իսրայելի թշնամու ձեռքից կազատի Իսրայելին, հրյաներին։ Եվ Սամսոնը դարձավ դատավոր Իսրայելում, նա աշխարհի ամենաուժեղ մարդն էր երբևէ, որ եղել են, եւ Աստծո կողմից տված գերբնական զորություն եւ ուժ ուներ նա։ Դատավորաց 14-րդ գլխում 5-6 խոսքերում այսպես են կարդում. եւ Սամսոնն եկավ մինչև Թամնաթայի այգիները եւ ահա մի առյուծի կորյուն մռնչալով ելավ նրա դեմ։ Տիրոջ հոգին իջավ Սամսոնի վրա եւ նա պատռեց նրան, ինչպես մի ուլ կպատրի եւ ձեռքերը մի բան չկար։ Առյուծը հարձակվեց այս մարդու վրա, պատկերացրեք այդ գազանանոցում տեսած բժժած դմրած առյուծներին տեսած կլինենք։ Հիմա դաշտի մեջ այդպիսի դմրած առյուծ չէր։ Վայրի, իսկական վայրի առյուծ էր։ Պատկերացնում ես, որ քո դեմքը առյուծի դեմքին, ինչ ահավոր է, չէ՞։ Ուլի նման ասում վերցրեց ու պատռեց առյուծին։ Այս մարդը զորությունն էր։ Ինչու, որտեվ Սուրբ Հոգին նրա վրա եկավ։ Սիրելի երիտասարդներ, Սուրգիկը նաև սովորեցնում է մեզ, որ մռնչող առյուծի նման չարը ման է գալիս, թե ում կուլ տա, բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է մեր վրա, մենք այդ առյուծանման մռնչող կենթանուն, որը սատանան է, ուղղակի կարող ենք վերցնել եւ պատռել իր գործերի մեջ։ Շատերս կարող է ուղղակի կապվել ենք այսօր մեղքերով եւ ինչ որ բաներով, որոնք սատանայի կողմանն է եւ մտածում ենք ոնց ազատվենք, ինչ անենք, ինչպես կարողանանք ազատ լինենք այս խաղալուց, այս վատ կայքերից, անառակ կայքեր, որ մտնում եւ նայում են, վատ մտքեր ունեն, մարդուն տեսնում են եւ ցանկանում են, մարդուն էսվածքը տեսնում են եւ ցանկանում են, նախանձություն ունեն, հպարտություն ունեն, ինչ որ վատ բաներ ունեն, ոնց կարող եմ ազատվել, խնդրում եմ իմ համար աղոթեք, խնդրում եմ դուք էլ իմ համար աղոթեք, խնդրում եմ իմ համար աղոթեք, այս ինչ բանն է, այն ինչ բանն է, այն ինչ բանն է, փորձեցինք լեցվիր Սուրբ Հոգով։ Եվ երբ որ Սուրբ Հոգին նրա վրա եկավ,
Սուրբ Հոգին երբ որ գալիս է քո վրա, Սատանան իր ամբողջ բանակով եւ զորությամբ կարող է կանգնել քո դեմ, բայց չի կարող հաղթել քեզ, որտեվ Սուրբ Հոգին ավելի զորավոր է քո մեջ, քան թե դժոխք իր ամբողջ բանակով, կասես ամեն այս խոսքին։ Ուրեմն ինձ ու քեզ պետք է լցվել Սուրբ Հոգով, ամեն առավոտ վեր կենալ եւ աղոթել, ամեն առավոտ վեր կենալ եւ լցվել այս խոսքով, ամեն օր այս խոսքը վերցնել շուրթերի մեջ եւ ասել. ես Տիրոջ զավակն եմ եւ ինձ չարը ոչինչ չի կարող անել։ Ամեն օր մկրտվել Սուրբ Հոգով եւ աղոթել լեզուներով։ Լեցվիր Սուրբ Հոգով, որպեսզի այդ մռնչացող առուծանման կենթանուն կարողանաս քանդես, ավիրես, ոտնակոխ անես իր բոլոր ծրագրերի մեջ, որ բերում է քո դեմ։ Եվ ոչ թե սկսես քեզ արդարացնել, դե իմ բոլորս է մեղավոր են, ես էլ իմ սխալն է, իմ թերությունն է, դե ոչինչ հիմա։ Ոչ։ Սուրբ Հոգով լցվիր եւ դեմ կանգնիր սատանայի բոլոր հնարներին եւ հաղթիր։ Մի թույլ տուր, որ սատանան քեզ եւս մի քայլ հետ պահի, եւս մի քայլ հետ մղի, եւս մի տարի սпасեցնել քեզ տա, որտեվ յուրաքանչյուր անգամ երբ որ մենք տանուլ ենք տալի, կարող է մենք փրկված լինենք, կարող է մենք մեր օծությունը չկորցնենք, կարող է մենք նորից շարունակվենք Տիրոջ գործի մեջ մնալ, բայց պարտվում ենք, թուլանում ենք, մեր տրտունջը, մեր բողոքը, մեր թույլ տեսնելը, չգիտեմ, անընդհատ մենք հետ մղվելը, մեղքերին տեղ տալը, անընդհատ մեզ հետ է մղում եւ թույլ չի տալի, որ իրականանա։ Այդպես մենք մեծանում ենք, տարիներ անցնում է, փրկված մարդիկ, որ պետք է լինեին մեր կողքին, մեր միջոցով, չկան այսօր, որտեվ ես հետ եմ մղվել, թույլ եմ տվել, որ նա ինձ Աստծո ծրագրից հետ մղի, բավական եւ բավարար է արդեն։ Լցվիր Սուրբ Հոգով։ Եվ ասա Տեր, սատանան չի կարող իմ դեմ կանգնել։ Ես ուզում եմ լցվել քո հոգով, ես ուզում եմ դեմ կանգնել աշխարհի բոլոր եւ սատանայի բոլոր բերած հնարներին եւ հաղթել նրան քո զորությունով։ Ձերի երիտասարդներ եւ այսօր կան երիտասարդներ կամ ծնողներ, եթե կան, որոնք մտածում են իրենց երեխաները հավատք, ուրեմն թողել են կամ աշխարհի մեջ են, կարիքը կա, որպեսզի դու լեցվես Սուրբ Հոգով եւ Աստծո զորությունը դրսևորես քո ընտանիքում։ Եվ երկրորդը, երիտասարդներ, կարիք կա, որ դուք այսօր լցվեք Սուրբ Հոգով, որտեղ չգիտեք վաղվա օրը ինչ մարտահրավերներ է ձեզ գալու։ Դուք կարիք ունեք, դա պարտադիր չի միայն մեղքի գայթակղությունով գա, դա կարող է, չգիտեմ, տարբեր գայթակղություններով գա, որ դու պետք է լիներ իսկապես լուրջ գործարար մեկը կամ քաղաքական գործիչ, կամ ինչ որ քո ասպարեզի մեջ լուրջ դեմ պետք է լիներ, լուրջ հաջողություններ պետք է ուներ, գայթակղվեցիր ինչ որ փոքր բաներով իմաստուն քայլ չարեցիր, լցվիր Սուրբ Հոգով, որ սատանայի բերած հնարներին տեղ չտաս, այլ կարողանաս Աստծո կամքը ճանաչես եւ մտնես Աստծո կամքի մեջ։ Եվ Աստված է քո Տերը, քեզ զորացնողը, որ դու կարող ես սրբությամբ հասնել աստվածային նպատակին եւ հաջողություն ունենալ այս կյանքի մեջ։ Երբ որ մեկ անգամ փրկշտացները պահանջում էին Սամսոնին, հрьяաները վախեցան եւ կան 3000 հոգի եկան Սամսոնի մոտ եւ ասացին. «Չգիտես, որ փրկշտացները տիրում են մեզ վրա։ Մենք նրանցից վախենում ենք։ Էս ինչ օիններ ես խաղում։ Ինչ էր արել։ Աղվեսները 300 աղվես էր բռնել, այս մարդու, չգիտեմ, զորությունը տեսեք էլի»։ Կապել էր պոչելը իրար եւ մի ճրակ էր դրել պոչերի ջահ էր դրել պոչերի վրա եւ արձակել էր փրկշտացների արտերի դաշտերի այգիների վրա այրել են պաժար են տվել ամբողջությամբ ու փրկշտացները ասել են բերեք այդ մարդուն ով որ արել է եւ հрьяաները եկան Սամսոնի մոտ եւ ասեցին այսպես դու չգիտես որ նրանք իշխում են մեր վրա այս ինչ օին ես արել մեր գլխին ասեց կապեք ինձ տարեք փրկշտացների մոտ Լավ, իրանք ուզեցին, իրանք են ինձ ուզում, պրոբլեմ չի, տարեք ինձ։ Երբեք չես վախենա սատանայից, երբեք չես վախենա թշնամուց, ինչ ուզում ես շուրջդ կատարվի, ինչ օին բազ ուզում նա լինի, ինչ ուզում անի, դու կմտնես ամենավտանգավոր եւ ամենավատ տեղերն էլ, բայց դու հաղթող դուրս կգաս այնտեղից։ Որտեվ Սուրբ Հոգով լեցված մարդը ոչ թե ապրում է ինք իր խելքով ու տաղանդով ու կարողությունով, այլ Աստծո Հոգով։ Նա եկավ մինչև լեքի եւ փրկշտացներին աղաղակելով դիմավորեցին փրկշտացներին աղաղակելով դիմավորեցին նրան Տիրոջ Հոգին եկավ նրա վրա եւ նրա ձեռքերի վրա եղած չվանները կրակով այրված քաթանի պես դարձան եւ կապերը քանդվեցին ձեռքերից Այդ չվանները որ կապել էին մարդուն ասում է ոնց որ կրակի նման չէ կրակով որ բռնկվում է թելը կամ չվանները այսպես իրան պտ այդպես արձակվում են Ասում այդ ձևով ինքը քանդեց, արձակեց կապանքները։ Կարող է իրականում ինչ որ կապանքներ էլ կա, ինչ որ վատ զբաղմունք կա, ինչ որ վատ ցանկություն կա քո սրտում, ինչ որ բաներ կան, որոնք կապել է սատան, ինչ որ մեկ օր քո կյանքի, ինչ որ մեկ օր դու տեղ ես տվել ու ինքը կապել է քեզ։ Ինչ անես։ Չընդունիր, մի ընդունիր։ Հիսուսի անունով ես չունեմ այդ կապանքը։ Հիսուսի անունով ես այդ բանը չեմ անում։ Հիսուսի անունով ես չեմ անում։ Ոչ չես անում, գնում անում ես 3 ժամ հետո անելու ես դա։ Հայ ինչքան ուզում ես ասա, 5 տարի է դավանում ես։
Չեմ անում, ես չեմ անում, ոչ չես անում, լավ էլ անում ես։ Չեմ մտածում, ես այդպես չեմ մտածում, ես այդպես չեմ, ոչ չես մտածում, խես սուտ խոսում, մեղքիդ վրա մեղք ես ավելացնում։ Հակառակը։ Գնա եւ ասա Տեր, ես ուզում եմ լցվել քեզանով։ Ժամանակ դուր աղոթքին։ Աղոթիր լեզուներով, մկրտված չես, խնդրի ասա Տեր, ես ուզում եմ մկրտես ինձ քո հոգով։ Ժամանակ դուր աղոթքին։ Մենք չենք հասկանում դա ինչ մեխանիզմ է, ոնց ալնում, պետք է չի հասկանանք։ Պետք է չի հասկանանք։ Նայեք, երբ որ աշակերտները եկան Հիսուս Քրիստոսի մոտ Գործ Կարաքելոց առաջին գլխում ասեցին, գիտենք որ թագավորությունը վերականգնվելու է հրյաների եւ այլ, երբ է լինելու այդ ժամանակները։ Եվ Հիսուս ասեց, ձեզ չի տրված ժամանակները, այն ամեն ինչ որ Աստծո իշխանության մեջ է, ձեզ տրված չի։ Եվ անմիջապես դրանից հետո ասեց, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա գա իշխանություն կունենեք, շատ ժամանակ մեզ հետաքրքրում է Աստծո ծածուկ մտքերն ու գործերը, ծրագրերը, ինչ որ Աստված ուզում է, անում է, այսպես Աստված ասում է, քո գործը չի Աստծո իշխանության գործերը։ Այն ինչ որ Աստծո իշխանության մեջ է, թող քեզ չհետաքրքրի, թող քեզ հետաքրքրի Սուրբ Հոգով լեցվել ու դու Աստծո իշխանությունը կտեսնես։ Աստծո զորությունը կտեսնես, Աստծո ծրագիրը կտեսնես։ Շատ բան թող չհետաքրքրի մեզ, բայց հետաքրքրի սա, Տեր, ես ուզում եմ առաջինը լեցվել քո հոգով։ Եվ մնացյալ բոլոր բաները կտրվեն։ Եվ Սամսոնը վեր կացավ եւ մարդիկ, որոնք իր դեմ էին, ոչ զենք ուներ, ոչ բան, մի էշի ծնոտ գտավ ոսկոր եւ պատերազմեց եւ 1000 հոգի տապալեց այս մեկ հոգին։ Սա ուղղակի պատկերացնել չի կարելի այսպիսի բան։ Ոնց, որտեվ հոգին եկավ նրա վրա։ Ոչ միայն կապանքներդ կքանդվեն, այլ սատանային դու կհալածես, կփախչի նա քեզանից։ Եկավ մեկ ճանապարհով, 7 ճանապարհով քեզանից կփախչի, ինչու որտեվ հոգին է քո մեջ։ Ոչ ուժով է, ոչ զորությամբ, այլ իմ հոգովս է, ասում է զորքերի Տերը։ Ժամանակ տուր իրան, աղոթքին ժամանակ տուր, Սուրբ Գրքին լցվելուն ժամանակ տուր, թույլ տուր Աստծո հոգին գործի քո կյանքի մեջ։ Ռենարդ Բոնկեն պատմում է, ասում է, մեկ անգամ ինձ հրավիրել էին մի եկեղեցի գնալու եւ ծառայելու, գնացի, եկեղեցին լեցուն էր դալիճը, 200 հոգի մոտ մարդ կար եւ նայում եմ, բոլորը սպիտակ գլուխներ են։ Ասում ժողովուրդ, ուր են ձեր երիտասարդները։ Մեր երիտասարդները ուրիշ տեղ են, եկեղեցի չեն գալիս։ Ասում եմ ժողովը ավարտեցի եւ վերջում ծառայողը ինձ մոտեցավ, ասում է ուզում ես տեսնես երիտասարդները որտեղ են, ասում հա, եւ ասում է ինձ տարավ մեքենայով, կանգնացրեց դիսկոտեկայի դեմը, որտեղ երաժշտություն է, ուժեղ երաժշտությունը կա, գույներ, լույսեր եւ գրված է մեծ դիսկոտեկա։ Եվ ասեց այստեղ են երիտասարդները, եկեղեցի չեն գալի։ Ասեց ես ներս եմ ուզում գնամ։ Ասում է կայսում շլվարով երկու քարոզիչներ գնացին ներս։ Եվ ասում են նստել եմ եւ նայում եմ երիտասարդներին, պարում են, ուրախանում են եւ ասում է նայում եմ նրանց դեմքերին եւ Սուրբ Հոգին ասեց Ռենարդ, այնինչ որ նրանք փնտրում են, այստեղ էլ չեն կարողանում գտնել։ Եվ ասեցի իմ ընկերոջ ասի, ով է սեփականատերը այս դիսկոտեկայի, ես ուզում եմ իրան տեսնեմ։ Ասում ինչ եմ ես ուզում տեսնել։ Ասում ինձ տար իր մոտ ուզում եմ տեսնեմ։ Վերջը տանում է սեփականատիրոջ մոտ, ասում է բարոն, ինձ 5 րոպե ժամանակ է պետք խոսելու ես երիտասարդների հետ։ Ասում է քարոզիչներ եք դուք, հովիվներ եք, ասում է այո, մենք քարոզիչներ ենք։ Ասում է գնացեք ձեր եկեղեցում քարոզեք, ինչ եք եկել այստեղ։ Չէ, ասում է ախպեր գնա ստեղից։ Վերջը, մինչև որ հեռանում էր սեփականատերը, ասում է Սուրբ Հոգին խոսեց մտքիս հետ, ասելով, ասա այն ինչ որ դու տեսար։ Եվ ասում ասեց, պարոն, սպասեք։ Սուրբ Հոգին քիչ առաջ ինձ ասեց, որ երիտասարդները ինչ որ փնտրում են իրենց կյանքում, այստեղ էլ չեն գտնում դա։ Եվ Աստված ուզում է, որ ես իրենց հետ խոսեմ 5 րոպե ժամանակ ինձ տվեք։ Եվ ասում այս մարդը լրիվությամբ այսպես սառեց, կանգնեց, եւ ասեց լավ, այսօր չէ, վաղը կգաք 5 րոպե ժամանակ ունեք, վաղը կեսգիշերին։ Եվ ասում հաջորդ օրը պետք է ծառայություն անեի, կանգնեցի ժողովրդի առջև, ասում չեմ էլ հիշում ինչ եմ քարոզել, երևի ցա կյանքիս մեջի ամենավատ ծառայությունն էր, նորից սպիտակ գլուխները հավաքվել էին, այսպես ներողություն եմ խնդրում, զուտ ծերեր նկատի ինքուներ, եւ ասում չեմ էլ հիշում ինչ եմ քարոզել, ամբողջ ուշքի միտքս դիսկոտեկան էր։ Ավարտեցին քարոզը եւ ասի գնացին, նստեցի, ասում է, եւ սպասում եմ կես գիշերին։ Երբ որ ժամը խփեց արդեն ժամը 12-ը, թռա բեմի վրա, միկրոֆոնը վերցրեցի եւ ասեցի նստեք բոլորդ։ Ասում այդ ժամանակ հասկացա, որ աթոռ չկա, բոլորը գետնի վրա նստեցին։ Ու ինքը մոռացա պատմել, ասում երբ որ այդ սեփականատիրոջ մոտից դուրս եկանք, ասում վայ ինչ անխելք եմ ես։ Վայ ինչ անխելք եմ։ Ինչի շատ ժամանակ չուզեցի 5 րոպե ուզեցի։
Բայց ասում եմ հիմա 5 րոպե ունեմ ընդամենը։ Արագ ավետարանն եմ քարոզում։ 1 րոպե էր անցել եւ երիտասարդները սկսեցին արտասվել։ 5 րոպեն չէր ավարտվել արդեն ասում եմ ես կոչ արեցի ապաշխարության, ասի ով է ուզում ապաշխարի, բոլորը ձեռք բարձրացրեցին։ Եվ այդ օրը շատերը փրկվեցին եւ կյանքները տվեցին Հիսուս Քրիստոսին։ 1 տարի հետո այդ նույն քաղաքի, նույն եկեղեցին ինձ կրկին հրավիրեց։ Օդանավակայանում ասում է դիմավորեցին ինձ ուրախությամբ Ռենարդ, չես պատկերացնում ինչ է տեղի ունեցել։ Ասում եմ ինչ է տեղի ունեցել, ասում եմ նստի մեքենան եւ ասում եմ տանում են ինձ մեքենայով այն ճանապարհը ես ճանաչեցի որ նույն ճանապարհն է որ դիսկոտեկոյի ճանապարհն է։ Եվ ասում եմ գնացինք եւ կանգնեցինք այդ մեծ առելի շենքի դիմաց, բայց այլևս շենքի վրա գրված չէր դիսկոտեկա, այլ մեծ խաչ կար այնտեղ պատի վրա փակցված։ Եվ ասում եմ ամեն։ Եվ ասում եմ մտանք ներս, ժողովուրդը երիտասարդները լիքն էին։ Եվ բոլորը գալիս եւ բարևում են ասում են այդ օրը ես իմ կյանք տվեցի Հիսուսին, այդ օրը ես խմած էի, մյուսը չգիտեմ այսպես, այնպես, բայց Հիսուսը կպավ ինձ եւ փրկեց ինձ։ Ամեն կապանքներ կքանդվեն, երբ որ Սուրբ Հոգին լցնում է մեզ ելներ։ Մենք կարիք ունենք լցվելու Սուրբ Հոգով ավելի ու ավելի։ Գեդեոնին երբ որ Աստված այցելեց իր հեշտակի միջոցով, Գեդեոնը վախեցած, պաղկված, թաքնված մեկն էր եւ մադիանացիները իշխում էին նրանց վրա, նա սովորական, իրեն փոքր տեսնող, անկարող տեսնող, աղքատ տեսնող մի երիտասարդ էր, բայց Աստված նրան տեսնում էր զորավոր կտրիչ։ Աստված նրա մեջ տեսնում էր այլ բան, որ ոչ մեկ չէր տեսնում, ինքն էլ իրեն չէր տեսնում։ Եվ Գեդեոնին ասեց գնա եւ պատերազմիր մադիանացիների դեմ։ Գիտենք պատմությունը, գիտենք 135,000-ի դեմ դուրս եկավ 300 հոգով եւ հաղթեց, տապալեց նրանց եւ ազատ արձակեց Իսրայելին։ Եվ ասում է Տիրոջ հոգին Գեդեոնի վրա հանգչեցավ ու նա փոխ հնչեցրեց եւ աբիեզերանները նրա մոտ հավաքվեցին։ Մենակ, միայնակ, թաքնված, անկարող, աղքատ կամ աղքատ չասենք, բայց չունևոր կամ ամենակիչ ունևոր մեկը իրեն փոքր տեսող մեկը Աստծո հոգին ասում է այցելես նրան։ Դու կարող ես քեզ մենակ տեսնես, թաքնված տեսնես կամ անզոր տեսնես։ Երբեմն ասեմ, որ մենք ծառայողներս, հովիվներս, հատկապես առաջնորդները կամ մարդիկ, որոնք որ լուրջ գործերի մեջ կարող են լինել, երբեմն կարող է իրենց մենակ տեսնեն, անօգնական տեսնեն։ Այսինքն մարտահրավերները երբեմն կարող ավելի մեծ լինի կամ թվա կամ իրականում մեծ լինի, ու ինքը այդ պարագայում իմ կյանքում շատ է եղել այսպես իրավիճակներ, որ ես այսպես կանգնած եմ եղել կարծես թե մենակ ու իմ համար sense ամբողջ աշխարհը կարծես թե իմ առաջ մարտահրավեր լինի։ Ու ես ինձ այնքան փոքր եմ տեսել, այնքան աննշան, որ ես ոնց եմ հաղթահարելու այս բոլոր դժվարությունները, այս բոլոր խնդիրները, սովորաբար այդպես լինում է, երբ որ մի հատ մեծ տեսիլք եմ ես վերցնում Աստծուց կամ մեծ պատասխանատվություն եմ ստանձնում, համարձակ այսպես ստանձնում եմ, ուրախանում եմ, այսպես ասում եմ, հաջողվեց, ստանձնեցի, վերցրեցի Տիրոջից ստացա կամ վստահվեցի, ամեն բան կարծես եղավ ու դրանից հետո նորից ինքս ինձ եմ գալի։ Մի հատ մեծ մարտահրավեր է երբեմն այսպես լինում է, որ ոնց եմ անելու։ Գեդեոնը իրեն փոքր եւ մենակ տեսնում էր, բայց երբ որ Տիրոջ հոգին եկավ, անմիջապես նրա կողքը մարդիկ հայտնվեցին։ Երբ որ Սուրբ հոգին գա մեզ վրա, Աստված կբարձրացնի նաեւ համապատասխան մարդիկ, որոնք որ կբարձրանան։ Ես այսօր աղոթում եմ եկեղեցում մի քանի հոգիների համար, որ Աստված բարձրացնի մի քանի հոգիներ, օծված մարդիկ։ Այսօր կան փառք Աստծո շատ, բայց ես հատուկ աղոթում եմ մի քանի տեղերում, որ կարիք կա մարդիկ, որ բարձրանան եւ կանգնեն, եւ աղոթում եմ, որ Աստված բարձրացնի։ Դու էլ եթե տեսնում ես ինչ-որ բաներ եկեղեցու մեջ, աղոթիր, բայց ամենակարևորը մենք կարիք ունենք Սուրբ Հոգով լցվելու։ Եվ գիտեք, մարդիկ պետք չի, որպեսի լավ չասեմ, Աստված կբարձրացնի մարդիկ, Աստված կոծի մարդիկ։ Եվ Աստված կկանգնեցնի քո կողքը մարդիկ, որոնք որ կարիքը կան։ Այո, ոմանք կթողնեն եւ կհեռանան, ոմանք կվախենան, ոմանք եւ այլն, ոմանք չեն համաձայնվի, բայց Աստված, որ այցելել է քեզ, Սուրբ Հոգին, որ այցելել է քեզ, նա գիտի ինչ է անում։ Քեզ կտա համապատասխան ուժն ու կարողությունը, բայց նաեւ կշրջապատի քեզ համապատասխան մարդկանցով։ Փառք իրեն։ Մինչև Սուրբ Հոգու գալը մենք մտածում ենք հաղթելու մասին, բայց Սուրբ Հոգուց հետո արդեն մենք մտածում ենք գնալու եւ հաղթելու։ Մինչև Սուրբ Հոգու գալը մենք վախենում ենք, բայց Սուրբ Հոգուց հետո գալուց հետո կամ այցելուց հետո մենք դառնում ենք զորավոր կտրիչ եւ ասում ենք երբ արդեն ձեռքներս քորա գալի, երբ ենք անելու դա։ Երբ ենք քարոզելու, երբ ենք գնալու, երբ ենք այցելելու, երբ ենք վկայելու, երբ ենք գնալու այդ վայրը։ Եվ նրանք, ովքեր որ կգան ոչ թե պարզապես քո կողքին, այլ Սուրբ Հոգու ներկայության վայրը կգան։ Դրա համար ինձ ու քեզ պետք է սիրելի եկեղեցի լցվելու Սուրբ Հոգով։
Ռենատ Բոնկեն վկայում ասում եմ սկզբնական ծառայության ժամանակ ես գնացի տարբեր եկեղեցիներին դիմեցի ասի որ ուզում եմ մարզադաշտ վարձալ եւ ավետարանչություն անել ասում եմ շատ եկեղեցիներ ընդհանրապես ինձ չնայեցին մի քանի րոպե խոսալուց հետո ասում եմ ներեցեք պարոն ինչ էր ձեր անունը ասում եմ մի քանի անգամ կրկնելուց հետո ասացին ես ոչ մեկն եմ ոչինչն եմ ինձ ոչինչ ասեք բայց ինձ կարևոր է որ դուք միանաք ինձ եւ եկեղեցի կարողանանք միասին եկեղեցիներով ավետարանչություն անենք Եվ ասում են ընդամենը մեկ եկեղեցի, տասնյակ եկեղեցիներ գնացի, որպեսզի համախմբվեն եւ մարզադաշտը վարձեմ ես եւ ավետարանչություն անենք, ընդամենը մեկ եկեղեցի 50 հոգանոց կամ 30 հոգանոց մի եկեղեցի համաձայնվեց ինձ հետ միասին գալ եւ ավետարանչություն անենք։ Բայց ասում է Սուրբ Հոգին ասեց վարձիր մարզադաշտը։ Վարձեցի մարզադաշտը, առաջին օրն է, նայում եմ ժամը լրացել է 40 հոգի։ Սպասեցի մի փոքր 100 հոգի եկան։ Ասում է 100 հոգի Հաշվել եմ 10 անգամ, ես էլ իրանց հետ միասին 100 հոգի ընդամենը։ Եվ սկսեցի ավետարանը քարոզել։ Սուրբ Հոգին ասեց քարոզիր։ Սկսեցի քարոզել։ 10 րոպե ասում եմ քարոզում եմ, եւ ինչ որ մեկը բղավեց տեղում։ Ես բժշկվեցի, ես բժշկվեցի, ես բժշկվեցի։ Եվ Բոնկեն ասում է, մի րոպե, սպասեք, ես պատգամս չեմ ավարտել, ու նույնիսկ բժշկության մասին է չէի քարոզում։ Ես ո՞նց բժշկվեց։ Ասում այդ օրը իմ ամենաառաջին դասը սովորեցի։ Երբեմն Սուրբ Հոգին չի սպասում մինչև որ մենք մեր ձանձրալի քարոզը ավարտենք։ Ինքը սկսում է գործել։ Հաջորդ օրը մի քանի հազար եկան։ Եվ այսպես արթնությունը բննկվեց։ Հասանք մինչև 8000 մարդ, որ մարդիկ հավաքվել են Աստծո խոսք լսելու, հարյուրավոր մարդիկ փրկվում են։ Եվ ասում այդ օրը Սուրբ Հոգին ինձ ասեց Ռենարդ, վաղը աղոթիր Սուրբ Հոգով մկրտվելու համար։ Ես ասի Տեր, սա ավետարանչական միջոցառում է։ Ռենարդ վաղը աղոթիր Սուրբ Հոգու մկրտության համար։ Եվ ես հայտարարեցի ասի վաղը այնպիսի մի բան ենք տեսնելու, որ երբեք չենք տեսել։ Ասում եմ մորա ես իրենց չասեցի, որ ես էլ չեմ տեսել։ Եվ հաջորդ օրը եկավ եւ մեկ ուրիշը պետք է խոսեր եւ մեկնաբաներ ուսուցաներ թե ինչ է Սուրբ Հոգու մկրտությունը եւ նա ավարտեց խոսքը ու ես հասկացա, որ այս մարդը ով որ խոսում էր չի ասել կարևորագույն բաներից մեկի մասին, որ Սուրբ Հոգու մկրտվելը հաջորդում է լեզուներ խոսելու։ Եվ ասում է Տեր, ասի, ո՞նց պետք է անենք, ասեց, քո գործը չի, դու աղոթի։ Ասում է, երբ որ ես սկսեցի աղոթել, բոլորին ասեցի, փակեք ձեր աչքերը, բայց ասում է, ես բացեմ թող աչքերս, որ տեսնեմ ինչա տեղ ունենում։ Եվ ասում է, Տերը թույլ տվեց, որ ես տեսնում եմ մի ալիք է գալիս ցախ կողմից, դանդաղ այս ալիքը գալիս է եւ այդ ալիքը ժողովրդին, երբ որ հպվում է, կպնում է, սկսում են ձեռքները բարձրացնել եւ օտար լեզուներով աղոթք անել։ Չգիտեն մարդիկ օտար լեզու, որտեղ ոչ մեկին էս չի ասել։ Մոռացել է քարոզը չասի, որ ինչպես է լինում։ Եվ ասում են լցվում էին Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգու պարգևն էին ստանում եւ սկսում էին աղոթք անել օտար լեզուներով։ Եվ այդ օրը ասում է հազարավոր մարդիկ իրենց կյանք հանձնեցին Հիսուս Քրիստոսին եւ դա սկիզբն էր։ Եվ այդպես շարունակեցինք մինչեւ որ հասանք 1,5 միլիոն բազմություն հավաքվեց մեկ վայրում, որ ավետարանը լսի եւ ընդունի։ Կարող է մենք վախենանք, կարող է մենք մեր կողքը մարդիկ չլինեն, կարող է մեզ համար դժվար լինի, բայց երբ որ մենք լսվում ենք Սուրբ Հոգով եւ տեղ ենք տալիս Սուրբ Հոգուն, դա է կարեւոր։ Ու շատ կարեւոր է, այստեղից պետք է ասեմ։ Շատ կարևոր է, որ մարդը սկսի խոնարհությամբ եւ շարունակի խոնարհությամբ, որտեղ շատ դեպքերում մարդիկ մոռանում են ում մասին էին իրենք քարոզում եւ ինչ էին քարոզում, իրենց դնում են առաջին տեղում։ Կարծես թե այո, ցույց են տալի, որ Աստված առաջին տեղում, բայց միևնույն է, իրենց տեքստերի մեջ, ենթատեքստերի մեջ եւ իրենց քարոզների մեջ տեսնում, կամ լավ, ես ինձ մտցնեմ այդ մարդկանց մեջ, մեր տեքստերի, ենթատեքստերի, մեր քարոզների, մեր կյանքի իրավիճակների մեջ մենք տեսնում են մարդիկ, որ արդեն մենք ենք երևում։ Մենք ենք երևում։ Եթե ես չլինեմ, եթե ես չքարոզեմ, այդ զորությունը չլինի։ Լուրջ ես ասում։ Այդ դու ով դառար։ Ես ասոցիալն եմ։ Չի կարա մեկ ուրիշն է ասոցիալ լինի։ Չի կարա հոգին մեկ ուրիշի միջոցով է գործի կարող է։ Ինչու ես մենակ քեզ տեսնում։ Եվ երբեմն մարդիկ այսպես քանդում են, ավիրում են։ Եվ իրենց տեղում չեն կանգնում Աստված ինչի մեջ որ կանչել է իրենց։ Ավելին են ձգտում, ուրիշինին են ձգտում եւ կորցնում են այն ինչ որ Աստված իրենց տվել էր, ափսոս, ցավալի։ Սկզբնական չեն կորցնում։ Տևական ժամանակ հետո հայտնաբերում են, որ իրենք կորցրել են իրենց եւ կորցրել են Աստծո օծությունը եւ կորցրել են նաեւ այն ինչ որ Աստված հանձնարարել է իրենց։
խապնվում են ինչ-որ տևական ժամանակում, որ հաջողությունը դեռ կա, պահպանվում է, բայց իրեն կորցնելու ճանապարհին են։ Սիրելիներ, Տիրոջ հոգին ուզում է գործել քո մեջ եւ իմ մեջ։ Եվ Աստծո հոգին տեսնում է մեզ պատրաստակամություն, խոնարհություն, երբ որ Տիրոջ հոգին գործում է, ուշադիր լինենք, որ թույլ տանք, որ նա միշտ լինի բարձր եւ առաջին տեղում եւ Սուրբ հոգին թող շարունակի տիրել ու գործել։ Մենք գիտենք պատմությունը, որ Գեդեոնը հաղթեց այս մեծ բանակին, որտեղ Տիրոջ հոգին եկավ նրա վրա։ Դավիթը Աստծո մարգարեն, Աստծո թագավորը, Իսրայելի թագավորը Աստծո կողմանը նշանակված, ասում է, երբ որ Սամուելը յուղու եղջյուրը առավ ու նրան օծեց իր եղբայրներու մեջ, այն օրերից հետո Տիրոջ հոգին Դավիթի վրա եկավ։ Դավիթի վրա եկավ Տիրոջ հոգին։ Երբ որ մարդը պատանյակ, ուղղակի սովորական չոբան է, հովիվ է, գառնարած է, բայց Սուրբ հոգին եկավ նրա վրա։ Եվ այնպես ստեղծվեց, այնպես ստացվեց, որ չգիտես ոնց, պատահական, ով ասես պատահական, Աստված գիտի ինչ եւ ինչպես։ Հանկարծ Սավուղը դիվահարվեց եւ այդ ամբողջ միլիոնավոր ժողովրդից մեջ ժողովրդ ջուրը մաքրելով եւ բոլոր բաները ավելի շատ եք խանգարում, խնդրում եմ թողեք։ Բոլոր միլիոնավոր ժողովրդի մեջ հանկարծ չգիտես ինչու Դավիթին պետք է ընտրվեր բերեն թագավորական պալատ, որ ինքը նվագի եւ երգի, որպեսզի Սավուղը հանգստանա։ Պատահական էր, իհարկե ոչ։ Երբ որ Սուրբ հոգին օծում է եւ այցելում է քեզ, ինքը հետամուտ է լինում, որ դու քո տեղը գտնես, որ ամեն բան լինի այնպես ինչպես ուզում, շատ մի անհանգստացի։ Դու արա այն ինչ որ անելու ես, հավատարիմ եղիր Աստծուն, Աստված ճանապարհ կհարթի փառքիրեն։ Այս փոքր պատանին, գիտեք, մենք մտածում ենք այսպես, դե երբ որ Սավուղի վրա չար ոգին գալիս էր, Դավիթը նվագում էր, չար ոգին հեռանում էր։ Այդքան հեշտ է։ Մերոնք Սավուղը նվագում են ու երգում են, բախի են մարդիկ, որոնք գալիս են բռնված, չար ոգիներով, տարբեր կերպերով չի հեռանում, բայց այդքան հեշտ է, մի հատ քնար չենք զարնում, տոուդառնիկներ են խփում ավելի ուժեղ, այսպես Արոն աղբերս էլ սիրուն հավես հով աղբերս էլ օծված երգում, բայց ինչի տենց։ Երբ որ ես ու դու լցվում ենք Սուրբ Հոգով, ինչպես Դավիթ եւ Սուրբ Հոգին գալիս է մեր վրա, դժոխքը, սատանան, նրա չար ուժերը, ոգիները հաշվի են նստում արդեն քո հետ։ Նրանք չեն կարող դիմակայել քեզ եւ քո ներկայությունը դառնում է նրանց համար լուրջ մարտահրավեր եւ հակառակորդը չարը թողնում էր Սավուղին, որովհետեւ այստեղ օծված մարդ կար, այստեղ Աստծո հոգով լցված մարդ կար, այստեղ Տիրոջը իր կյանքում ունեցած մարդ կար։ Եթե ուզում ենք իսկապես սատանային գործերը քանդել եւ նրա ազդեցությունը կոտրել մարդկանց կյանքերի վրա եւ առհասարակ այս աշխարհում, ուրեմն մենք պետք է լցվենք Սուրբ Հոգով։ Ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսը ասեց, որ ոչ մի վատ բան ձեզ չի պատահի, եթե դու կարողանաք գնալ եւ ավետարանը քարոզեք զորություն առնելուց հետո։ Դավիթը Աստծոյալ մարդ էր, նա օծված եւ Սուրբ Հոգով լցված դեմ կանգնեց Գողիաթին եւ տապալեց։ Տարբեր տարատեսակ գողիաթներ կարող են գալ քո կյանքի մեջ կամ այսօր էլ կարող են լինել, ու դու մտածում ես, այս գողիաթների հետ ես պատերազմում։ Ասենք ֆինանսական գողիաթ կարող են ունենալ, հոգեվոր գողիաթ, գայթակղություն, մեղք կարող ես ունենալ, մարդու հետ խնդրեմ կարող ես ունենալ, ամուսնական, ընտանեկան գողիաթներ կարող ես ունենալ, այսինքն գողիաթներ, որոնք քո համար լուրջ խնդիրներ են, իրենք հսկաներ են քո համար։ Հսկաներ են, որոնց դեմ դու պայքարում պատերազմում ես, ու անընդհատ, ասենք, ինքը հետևանքն է։ Պատճառը այլ է կարող է լինել, կամ կարող պատճառն է գիտես, բայց միևնույն է չես կարողանում, այ մարդ մեկը լուծեցիր են մյուսն է, այլ մեկը լուծեցիր են մյուսն է, դա նման է բանին, որ մարդիկ, որոնք որ ունեն վարկեր եւ այդ թվում նաեւ ապրում են վարձով, գումարը վաստակեցին, գումարը կա, բայց վարկի օրը հասավ, վարձի օրը հասավ, սնունդի օրը հասավ, որ պետք է առնեն, տակը բան չմնաց։ Հաջորդ օրը նույնը, անընդհատ էս պայքարը կա եւ անընդհատ էսպես կյանքը գնում է։ Դավիթը լցված Սուրբ Հոգով նա կարողացավ, ուրիշ բան չէր անում, նա ընդամենը նույնը իր պարսատիկը պտտացրեց եւ Գողիաթին տապալեց։ Նվագում էր եւ չար ոգին հեռանում էր Սավուղից։ Դավիթին փորձեցին սպանել տարիներ շարունակ նա փախուստի մեջ էր, բայց միևնույնն է, Աստծո օծությունը ի վիճակի էր, Աստծո հոգին, որ Դավիթի վրա էր, ի վիճակի էր, որ Դավիթին հաստատեր իր կոչման մեջ։ Չըմբոստանաս ոչ մեկի դեմ, չըմբոստանաս ոչ մի իրավիճակի դեմ, չըմբոստանաս որևէ մարդու հետ դեմ։
Դու հավատարիմ եղիր Աստծուն, քո կոչմանը, քո ծառայությանը, քո հավատարմություն ունեցիր Աստծո դեմ։ Մի փորձի փոխել բաներ, որ քեզ տրված չի փոխելու։ Մի փորձի մտնել տեղեր, որտեղ որ քեզ տրված չի մտնելու, որտեղ որ Աստված քեզ չի հանձնարարել։ Մի ստանձնիր, մի վերցրու դա քեզ վնասում ես։ Արա հավատարիմ այն, ինչ որ քոնն է։ Մեծամիտ մի եղիր։ Քեզ տրվածից ավելին մի կարծիր, բայց հավատարիմ եղիր քոնին։ Եվ հավատա, որ Աստված որ քեզ օծել է, դու հավատարիմ եղիր, արա, մի վախեցիր ոչ մի բանից։ Եվ Աստծո հոգին կգործի։ Ռենատ Բոնկեն պատմում է, որ այս ժողովներից հետո, որ քիչ առաջ պատմեցի, ասում է, ես ուզում եի մենակ մնայի, հասկանա ինչ տեղ ունեցավ, եւ ասում որ երբ որ արդեն այսպես մենակ մնացի, բոլորը գնացել էին, դրանից հետո ես էլ ասում եմ, մեքենաս նստեցի եւ գնում եմ մեր կացարանը, մութ, ամբողջությամբ մութ է, սև, եւ ասում եմ, մեքենայի լույսերը ցույց տվեցին, որ ճանապարհին մի հատ տղա է կանգնած։ Վերջը կանգնացրեցի մեքենայի, չեմ ասում, տղա ջան, ով ես, ինչ ես ուզում։ Ասում է, ես ուզում եմ, որ դուք աղոթեք ինձ համար։ Ես ուզում եմ լցվել Սուրբ Հոգով։ Այ բալա, դե ասում եմ, ձեռքերս դրեցի իր վրա, ասում եմ, որ ձեռքերս դրեցի իր վրա, ոնց որ sense կայծակ մի հատ անցներ, էլեկտրականություն է այսպես։ Սուրբ Հոգով լցված էս մարդը սկսեց խոսել, ու Սուրբ Հոգով լեցունություն ունեցա եւ գնաց։ Շարունակում ենք մեր ծառայությունները, ասում եմ, մի քանի օր հետո իմ ծառայակիցներից եկան, ասեցին, գիտես, այսինչ հատվածում, հյուսիսային հատվածում է, թե որտեղ արթնություն է բռնկվել։ Ասում, ով է քարոզիչ, ասում եմ, չգիտեմ, ինչ որ մի երիտասարդ տղա է։ Մարդիկ ապաշխարում են, դարձի են գալի, արթնություն է բռնկվել։ Եվ օրեր հետո ասում է, մի երիտասարդ եկավ ինձ հետ հանդիպելու եւ ասում է, թակեց դուռը բացեցի, ասում է, ճանաչում եք ինձ, հիշում եք ինձ, ասում է, չէ, ասում է, ես այն տղան եմ, որ այն օր աղոթեցի, կանոնս Դավիթ է, 17 տարեկան։ Ասում է, այդ օրը, որ դուք ինձ համար աղոթեցիք, ես լցվեցի Սուրբ Հոգով, գնացի, վերադարձա տուն, վերադարձա մեր գյուղ եւ ասում է, առաջին մարդուն, որ ես տեսա, կինն էր, որ հիվանդ երեխա ուներ եւ երեխան լացում էր, ես կինը երեխային գրկած, չի իմանում ինչ անի, որտեվ երեխան ահավոր հիվանդ էր։ Օրեր առաջ երեխաներից մեկը մահացել էր այս կնոջ հիվանդության պատճառով եւ նա թաղել էր իր երեխաներից մեկին եւ հիմա երկրորդ երեխան այս նույն հիվանդությունը ուներ։ Եվ ասում եմ, ես իմ սրտի մեջ զգացի, որ պետք է գնամ եւ գնացի թույլտվություն արծեցի եւ աղոթեցի երեխայի համար։ Մի անգամից երեխան բժշկվեց։ Եվ ասում եմ, այս կինը տեսավ, որ երեխան բժշկվեց, գնաց գյուղապետի մոտ եւ ասում է, իմ երեխան, որ դու գիտես, որ մեկը մահացել էր, երկրորդն էլ այդ նույն հիվանդությունով, բայց ես այս Դավիթ աղոթեց եւ իմ երեխան բժշկվել է հիմա։ Եվ համայնքի այդ պետը, գյուղապետը ասում է, Դավիթ ասում է, իմ աղջիկը իծնե անդամալույցը, ոսկորները ամբողջությամբ, այսպես չեմ ամեթ հիվանդության անը, բայց իրար փաթաթված է, այսպես ոսկորները։ Եթե իրական է քո Աստված սենյակում աղջիկս, մտիր եւ աղոթիր։ Եվ ասում է, Դավիթը պատմում է, որ մտա եւ աղոթեցի, հետո արդեն իրենք են պատմում այդ կինը եւ գյուղապետը ասում է, աղոթքի ընթացքում սենյակից դուրս մարդիկ ասում են, ինչ որ ճտոսներ են լսում, ոսկորի ձայներ է գալիս։ Եվ անհամբեր սպասելով այս հայրը եւ այդ համագյուղացի մայրը այն մյուս երեխայի տեսնում են, թե ինչպես է առաջին անգամ իր աղջիկը քայլելով իր ոտքի վրա դուրս գալիս այդ սենյակից։ Եվ ասում եմ, դրանից հետո գյուղապետը ասեց, որ ամբողջությամբ քոնն է քարոզիր ավետարանը այս գյուղում եւ արթնությունը բռնկվեց։ Սիրելի երիտասարդներ, մի ասեք, թե մենք երիտասարդ ենք, դեռ անկարող ենք, համարձակ քայլեր եկեք անենք, բայց լցվենք Սուրբ Հոգով։ Լցվենք Սուրբ Հոգով եւ թույլ տանք Սուրբ Հոգին գործի մեր մեջ։ Սիրելի եկեղեցի, այսօր իմ խոսքն ու պատգամը սա է։ Եթե թանկ է քեզ համար Աստված եւ Աստծո ծրագիրը, դու կարող ես սովորական ապրել քո կյանքը ու գնալ երկինք, բայց կարող ես ապրել գեր բնական կյանք, երկնային կյանք։ Կարող է քո կյանքը փոխվել ամբողջությամբ։ Կարող են ինչ-որ բաներ, եթե դու փափագ ունես քո սրտի մեջ, եթե փափագ ունես, Աստված կգտնի ելքը քեզ օծելու եւ օրհնելու համար։ Կգտնի տարբերակ ու կերպը քեզ գործածելու համար, կասես ամեն այս խոսքին։ Եթե դու փափագ ունես քո սրտի մեջ, սիրելի երիտասարդներ, խնդրում եմ, ինչ որ փափագ ու նպատակ ունեք Աստծուց, դա կարող լինի հոգևոր, դա կարող լինի ֆիզիկական,
ֆինանս, քաղաքականություն, չգիտեմ, կարող է լինել պարզապես հոգևոր, հիմնականում խոսում եմ հոգևորի մասին, բայց ինչ որ Աստված դրել է քո մեջ, սա եմ ուզում քեզ հորդորել, պահիր դա։ Որտեղ էլ որ լինես, անգամ սեղանների վրա, երբ որ մարդկանց առանձնացրեցին, որ սեղանների վրա ծառայություն անեն եկեղեցու, նրանք էլ Սուրբ Հոգով լցված մարդիկ էին։ Սուրբ Հոգով լցված նախագահներ այսօր կարող են լինել։ Ռենարդ Բոնկեն վկայում է, որ Նիգերիա իրեն տարիներով 10 տարի թույլ չեն տալի մտնելու, բայց հանկարծ ինչ որ մի ուրիշ պետության նախագահ ուզում է լսել Աստծո խոսքը, ասում է գնացի, հայցրեցի, աղոթեցի, այս մարդը աղոթեց, վերստին ծնվեց։ Եվ ասեց, ինչ կարամ քո համար անեմ, բացա դռները, ասում ես գիտեմ, որ ձեր երկրի դռները իմ համար բաց է, բայց Նիգերիայի դռները իմ համար փակ է ու դու շատ մոտ ես Նիգերիայի նախագահի հետ։ Ես ասում խնդիր չկա։ Այն նախագահը, որ արգելել են ինձ գալու 10 տարի չի կարող, մի քանի օր հետո իր սեփական ինքնաթիռը ուղարկեց, որ ինձ տանեն Նիգերիա, հանդիպելու նախագահի հետ։ Սուրբ Հոգին կարող է անել աննկարագրելի բաներ մեր կյանքի մեջ։ Եթե փափագ ունես, ինքը ճանապարհը կգտնի, բայց եթե քո համար միևնույնն է, դե իմ համար չի, սառած ոչինչ չի անի։ Նույն Ռենարդ Բոնկենը ասում, որ Աստված խորը փոսից քեզ դուրս կհանի, բայց քո հարմարավետ բազմոցից երբեք քեզ չի տեղաշարժի։ Եթե ծույլ ես, չես ուզում, պատճառաբանություններ շատ ունես, ոչինչ էլ տեղի չունենա։ Բայց եթե հավատարիմ ես, մաքուր ես, արդար ես, քո գործի մեջ, քո ծառայության մեջ, քո ասպարեզի մեջ, դու նպատակներ ունես եւ ամեն բանի մեջ նայում ես Աստծուն եւ փառաբանում ես Աստծուն, Աստված ելքեր ու ճանապարհներ կգտնի քեզ օծելու եւ օրհնելու եւ իր նպատակները կատարելու քո կյանքի մեջ։ Սա էլ պատմեմ ու ավարտեմ։ Ռենարդ Բոնկեն ասում է 1961 թվականն էր, 21 տարեկան երիտասարդ է Ուելսում սովորելուց հետո, Աստվածաշնչյան դպրոց սովորելուց հետո գալիս է Գերմանիա տուն եւ Լոնդոնում գնաց կանգ առավ մի ամբողջ օր առավոտից երեկո ազատ ժամ ունեմ եւ ասում է ինչ պետք անեմ տոմ այդպես շատ գումար չունեի ավտոբուսի տոմս գնեցի ամբողջ օրի ավտոբուսի տոմս որ ասում են նստում եի մի ավտոբուսը գնում է քաղաքին մյուս ծայրը հետո այնտեղից նստում է գնում է մի ուրիշ ծայրը հետո այնտեղից այսպես ցանցրացա եւ իջա միտեղ ավտոբուսներից դուրս եկա եւ ասեցի մի փոքր քայլեմ եւ ասում է քայլեցի մտա բնակելի տների մեջ եւ ասում է երբ որ մուտք գործեցի տների վրա կարդում եմ մեկի անունը որ աշկերտից չեմ հավատում ասում է Ջորջ Ջեֆրիս ասում է ես սովորել եմ այս մարդու մասին ես այդ նույն Ջորջ Ջեֆրիսն ով որ հրաշքներ էր լինում դրա միջոցով արթնություն եղավ Աստված հրաշալի ձևով այս մարդուն գործածում էր եւ աննկարագրելի հրաշքներ էր լինում Ուելսում Լոնդոնում եւ Մեծ Բրիտանիայում այդ ժամանակ տարիներ առաջ հնարավոր չի ասում եմ միտքս անմիջապես եկավ դե Ջորջը տարածված անունը Ջեֆրիս տարածված անուններ են Անգլիայում բայց ասում եմ մի ուրիշ միտք էլ եկավ ասած ինչ ես կորցնում մի հատ դուրը թակիր հարցրու ասում եմ դուրը թակեցի եւ մի այսպես լավ կերած խմած տիկին դուրը բացեց ասած ներողություն եմ խնդրում ձեզ կարդացի տան վրա որ Ջորջ Ջեֆրիսի անունը այն նույն Աստծո մարդ Ջորջ Ջեֆրիսն է ասեց այո ասի կարող եմ տեսնել նրան ասեց ոչ ասի բայց ես ուզում եմ տեսնել ու հասկացա որ ինքը այդ որ ասում են կերած խմած չեմ կարող արանքով ճղեմ անցնեմ էլի ներողություն ասի խնդրում եմ ձեզ կարող եմ նրան ասեց ոչ չի կարող նրան տեսնել եւ ասում եմ ներսից տան ներսից սենյակից այսպես խորը սենյակից մի հատ ձայն լսեցի թող որ նա ներս գա ասում չգիտեմ ոնց բայց այդ կնոջ կողքով անցա գնացի եւ տեսա եւ խոսում եմ իր հետ երիտասարդ էսպես ոգևորված ես ձեր մասին գիտեմ լսել եմ կարդացել եմ դուք այն Աստծո մարդն եք ասում խոսում եմ րոպեներով ոչինչ չի պատասխանում ինձ ասում է ձեռքերը դրեց ինձ վրա իջացրեց ինձ ծնկի եւ ինձ հետ էլ ծնկի եկավ եւ աղոթում է մոտ 30 րոպե աղոթում օրհնում դուրս եկա ասում է այդտեղից ես հասկացա որ ինքը ասում է որ ես ասեցի իրեն որ ես կանչված եմ միսիոներ լինելու Աֆրիկայում դեռ ոչինչ չի եղել Բոնկեի կյանքում եւ ես հասկացա ասում է որ այդ օրը ինչ որ բան տեղի ունեցավ վերադարձա տուն հայրս դիմավորեց ինքը էսպես է պատմում պատմությունով ես տեսնում եմ որ 1 ամիս է տևում այդ process-ը բայց ինքը պատմում է էսպես Ռենարդ Բոնկեն որ հաջորդ օրը երբ որ հայրս դիմավորեց եւ ասում է դիմավորեց ամեն բան մի ընթացք հետո ասում է տղաս գիտես Անգլիայից զանգ եմ ստացել Լոնդոնից զանգ եմ ստացել Աստծո մարդը Ջորջ Ջեֆրիսը ննջել է ասում բայց ոնց ես իրեն երեք եմ տեսել ոնց եւ ես հասկացա որ էստաֆետան փոխանցվեց ինձ
Ու երբ որ բյոնք են պատմում, ասում, բայց ո՞նց կարող է դա լինի։ Պատահական, այսպես ավտոբուս նստեցի, մյուսը նստեցի, հետո մյուսը նստեցի, ճիշտ տեղում իջա, հետո ճիշտ տեղով քայլեցի։ Եվ Սուրբ Հոգին ասում է. Ռենարդ, ավտոբուսի վարորդը ես եմ։ Եթե դու փափագ ունես, ինքը գտնում է, պատահականություն չի, ինքը գիտի։ Պատահական ում դու հանդիպես։ Պատահական ով քեզ հանդիպի։ Պատահական որտեղ հայտնվես։ Բայց միայն թե փափագ ունենաս Աստծո համար։ Հրավիրում եմ ոտքի կանգնենք սիրներ։